Բարելույս, այսօր ամսի 16-ն է, հունիսի, եկեք տեսնենք, թե շուկան ինչա մեզ ասում, ինչա սպասվում եւ սկսենք ամենակարևոր ժամանակահատվածից, որը որ ուրեմն շաբաթական գրաֆիկան է, ինչպես կարող ենք տեսնել նախորդ շաբաթ մի հատ ինչ-որ sense կարմիր գույնի մոմա դոժի sense աստղախառը ինչ-որ բան է ստացել, որը որ նշանակում էր ոչ վերև բարձրացող է, ոչ էլ ներքև իջնող է, չնայած պատերազմը, որը որ տեղի է ունեցել անցյալ շաբաթ բավականին լուրջ Իրանի ու Իսրայելի միջև, կարելի ասել ամեն օր իրար տրաքացնում են ու զարմանալիորեն Bitcoin-ը ու կրիպտոշուկան ընկած չի, լավ ձիգ պահում են, որը որ նշանակում է, եթե նույնիսկ այս կարգավիճակով շուկան չի ընկել, դժվար էլ թե ընկնի, մենակ մի դեպք եմ ենթադրում կարող ընկնի, եթե ուրեմն Ամերիկայի անմիջական մասնակցությունը արդեն լինի Իրանի հետ պատերազմում, այդ վաղ կարծում եմ բավականին լուրջ կլինի, բայց քանի դեռ այդ խնդիրը չկա, Bitcoin-ը, կրիպտոարժույթները բարձրանում են, կարող ենք այստեղ օրականով տեսնել, որ ընկավ, ու այս հատվածից, այս մեծ զոնան, որ կա, այստեղից սկսել է բարձրանալ։ Մի հատ հետաքրքիր բան ցույց տամ, որը որ կարծում եմ ինքը արդեն տրենդ է, դեպի ներքև տրենդի վերջը տրվել է ու շարունակելու է դեպի վերև, սա է, տեսեք, հեսա մի ժամ 37 րոպեից 4 ժամանոցը փակվում է, բայց 1 ժամանոցով արդեն մաքուր մոմ ունենք փակված դեպի վերև, այսինքն այստեղ break of structure ունենք, որը որ եթե պետքա ինքը շարունակեր ընկնել, ապա այս մակարդակից վերև պետքա գինը չբարձրանար, պետքա հարգեր այս գինը, այս գնից ավել, եթե բարձրացել է, ջարդել է, ըստ տրամաբանության ինքը շարունակելու է դեպի վերև բարձրանալ, այսինքն դեպի ներքևի տրենդը վсё, հիմա դեպի վերև պետքա կենտրոնանանք։ Հիմա տեսեք, երբ որ բարձրացել է վերև, այստեղ մի հատ supply զոնա ունենք, որը որ այդ 15 րոպեով բավականին լավ երևում է, $107,400 սահմաններում մի հատ սիրուն supply զոնա է, որը որ կարա էլի իջացնի ներքև շուկան, այսինքն սենց մի բան եմ պատկերացնում, բարձրանա այստեղ, որից հետո սենց իջնի ներքև, այստեղ մի հատ սիրուն դեման զոնա նույնպես ունենք, դիման զոնա այստեղ, որից հետո արդեն ինքը կարծում եմ պետքա որ շարունակի դեպի վերև բարձրանալ, միգուցե արդեն $109,300 սահմաններում, այսինքն սա կարելի ասել սենց մի բան է տեղի ունենալու, կոնկրետ այս պահին հստակ չեմ տեսնում այս մակարդակն ավելի լավը լինելու, թե մի քիչ ներքև կարող է փոքր գրաֆիկայով, բայց կարծում եմ սա բավականին լավն է, կարող ենք այսպես անել, հասկանալ, տեսնում եք, այստեղ այս զոնան նույնպես ամենաթրեյդարված զոնան է ու նույնպես տեսնում ենք, որ գերակշռում է այս գնորդները, քան վաճառողները, հետևաբար այս զոնան ինձ համար բավականին սիրուն զոնա է, սպասենք, տեսնենք ինչ կլինի, եկեք ստեղ alert դնենք, որ գինը երբ որ մոտիկանա, արդեն մենք պատրաստ լինենք գործարքի դեպի վերև։ Այս պայդրությամբ Bitcoin-ի հետ կապված սա եմ տեսնում, լավը այն է, որ արդեն փոխել է ուղղությունը ու հետևաբար միտումը դեպի վերև շարունակելու է։ Հետո տեսնենք ուրեմն նորությունների հետ կապված, մակրոէկոնոմիկ այսօր առանձնապես ոչինչ չունենք, վաղը 4.5 ունենք, core retail sales, բավականին հետաքրքիր ուրեմն նորություններն ու վաղը չէ մյուս օրը ժողովուրդ բռնվեք, որովհետև ժամը 10-ին գիշերը Ֆեդերալնի ռեզերվը պետքա ասի ոնց է որոշում ի վերջո 4.5-ը իջացնում է, 3.5 ոնց որ Տրամպը համ խնդրում է, համ աղաչում է, համ հրամայում է, համ ինչքան տարբերակ կա ասում է, նույնիսկ սպառնում է գործից հանի Ֆեդերալնի ռեզերվի դիրեկտորին։ Ես կարծում եմ պետքա որ իջացնի, որովհետև նախորդ ուրեմն նորությունները ցույց տվեցին, որ էկոնոմիկան կամաց-կամաց ընկնում է, թուլանում է ու
ճիշտ է, որ interest rate-ը իջացվի հնարավորինս շատ, որպեսզի էկոնոմիկան կարողանա շարունակի պայքարել։ Համենայն դեպս սա զուտ իմ կարծիքն է, ես չգիտեմ բարձրանալու թե իջնելու է, թե չէ շատ ավելի հետաքրքիր կլիներ ինձ համար։ Ինչպես նաև այստեղ ունենք unemployment claims։ Գործազրկության քանակն է, ինչքան է եղել, եթե սա, հա, նույնպես բացասական եղավ, այսինքն ավելի շատ եղավ, քան նախորդում էր, միանշանակ արդեն կարելի է սպասել, որ ինչ-որ ձևով արձագանքելու է Ֆեդերալի ռեզերվը այս 4.5% հետ կապված։ Այսքանը բիտքոյնի համար, եկեք մի հատ նաև նայենք ուրիշ քոյներ, որոնք են Solana-ն նույն պատկերը ունի, նույնիսկ ավելի լավ պատկեր ունի, քան բիտքոյնը, տեսեք, այստեղ մի հատ դիման զոնա ունենք, շաբաթական, որը որ ոչ մի ձևով չկարողացավ ջարդի, տեսնում եք, այս ծերով եկավ, կպավ, բան, որ հեսա պետք է, հեսա ու ոչ մի բան, մի անգամից թռավ վերև։ Այդ շատ լավ է, որովհետև ETF կոչվածը շուտով SEC-ը ասում են, որ ուրեմն կարողանալու են թողարկել, հետևաբար այդ թողարկումը իրանց ենթադրում է, որ ֆոնդի պես բան է լինելու, որտեղ մարդիկ կարողանալու են ուղղակի այդ ֆոնդի մեջ փող դնեն ու այդ ֆոնդում հիմնականում Solana է լինելու, հա։ Ու այդ ETF-ը նույնպես Bitcoin-ին շատ ուժեղ օգնեց, որ բարձրանա, Ethereum-ը նույնպես, ու Solana-ն այս պայծրությամբ $156 է, կարծում եմ, եթե ETF-ը արդեն ընդունվի ու approve լինի, կարող է եւ 150-ից մինչև $500-600 բարձրանա։ Ես անձամբ շատ եմ սիրում Solana-ն, որովհետև իր blockchain, իր ընդհանուր կառուցվածքը բավականին հետաքրքիր է, սկսած meme coin-երից, հա, top meme coin-երի ուրեմն պլատֆորման է, ու դե տեսնենք ինչ կլինի։ Համենայն դեպս, եկեք նայենք շաբաթականը բավականին տենց ձիգ է իրան պահում, օրական գրաֆիկան նախորդ օրում, այսինքն կիրակի բարձրացավ, այսօր նույնպես միտում ունի բարձրանալու, տեսեք, ուրեմն ամսի 11-ին 10-ին, երբ որ բարձրացել էր, ինքը չէր բարձրացել այն մակարդակին, որտեղ որ ռեալ վաճառքային ճնշում կա, այսինքն 173, այլ 168-ի մակարդակից սկսեց ընկնել։ Լավ, պայմանավորված պատերազմի հետ, իհարկե, մենք ինչ ենք տեսնելու, տեսնելու ենք, որ եթե բարձրանա 173, հավանաբար ինքը անկում է ունենալու, հետո շարունակելու է էլի բարձրանալ, ու այդ անկումը, որ ունենա, առաջի մակարդակը այստեղ որ տեսնում եմ, 152-153 մակարդակն է։ Բայց դեռևս հələ ոչինչ չեն կարող ասել, իսկ կարճաժամկետ արդեն տարբերակով մենք ունենք հիմա այս պայծրությամբ ճնշում ունի դեպի ներքև ու հավանական է, որ ընկնի, որտեղ ժամանոց գրաֆիկա է ու բավականին լավն է, ու կարծում եմ պետքա որ ընկնի, նույնիսկ արդեն իսկ սկսել է անկման ոնց որ նշույլներ ցույց տալ։ Երկրորդ մակարդակը 165-ն է, նույնպես որ ճնշում է ունենալու։ Թե ինչ կլինի, շուտով կպարզենք, բայց կարծում եմ այսօր վաղը, մինչև վաղը համենայն դեպս բարձրացող է լինելու Ֆեդերալի ռեզերվի հետ կապված Տրամպի հայտարարությունները, որ պարտադիր պետք է իջացնենք եւ այլն, հենց որ տեսնենք։ Ձեզ լավ օր, կապի մեջ։